Տեսեք, շատ է խոսվում են մասին, թե մենք ինչպես ենք պատկերացնում իշխանափոխությունը, որն է որից առաջ, զանգված հավաքվի, հետո գնանք իշխանափոխության, թե մենք ասենք ինչ ենք ուզում, ինչպես ենք պատկերացնում, նոր այդ զանգվածը հավաքվի, բնականաբար դրանք իրար հետ զուգահեռ պետք է տեղի ունենան, եւ իշխանափոխության հասնելու հաջողությունը պայմանավորված է 3 մակարդակով այդ բովանդակային մի քանի հարցեր կան դրանց ամբողջական պատասխանը տալու հետ։ Առաջինը բոլորի մոտ հարց է առաջանում. ինչու պիտի փոխվի այս իշխանությունը։ Ինչ է եւ ինչու պիտի փոխվի։ Կարծում եմ այս հարցի հետ կապված բավականին հստակություն գոյություն ունի։ Մենք ասում ենք ինչի պիտի փոխվի, որովհետեւ մի օր ավել մնալը այս իշխանությունների մեզ նոր կործանումների առաջ է կանգնեցնում եւ դրա մասին ես ասեցի շատ հստակ, մեր առջեւ այս իշխանությունը ըստ էության դնում է մի երկընտրանք, որը վատի ու վատագույնի ընտրության առաջ է կանգնեցնում, այսինքն կամ կապիտուլյացիա, իրանք իհարկե դա ներկայացնում են որպես խաղաղության պայմանագիր, իրականում դա այս վիճակով կապիտուլյացիա է, կամ պատերազմ։ Հիմա մենք ասում ենք, այս երկընտրանքից մեր ժողովուրդը պետք է դուրս հանել եւ ինչու պիտի փոխվին, սրա հետ է հիմնականում կապված։ Երկրորդը, ինչով պետք է փոխվի։ Ստեղ մենք իհարկե ներկայացնում ենք մեր ծրագրերը, մեր այլընտրանքը, որի մասին ես խոսեցի։ Մեր ուժականության աղբյուրները պետք է վերականգնվեն, ինչ իրենք ցամաքեցրել են եւ նորից չկրկնեմ այն ինչի մասին խոսում էի 3 ուղղություններով մենք պատկերացնում ենք թե այդ ուժականությունը որտեղ է եւ ինչպես պետք է դա կատարել։ Այսինքն գաղափարական, քաղաքական այլընտրանք այսօր շատ հստակ է։ Գաղափարական առումով այս ոչ միայն անպտուղ, այլ ազգակործան երկընտրանքներից ժողովրդին ազատել, իրական Հայաստան թե պատմական Հայաստան, Արագած թե Արարատ։ Այսինքն այս ամեն ինչը հստակ ցույց է տալիս, որ այս իշխանությունները պարզապես հայ տեսակի հետ խնդիր են տեսնում, որովհետև այդ նույն խնդիրը տեսնում են թուրք-ադրբեջանական տանդեմի ներկայացուցիչները եւ իրենց առաջ պարտադրանք են դրել, որ այս տեսակը վերացրեք, եթե չէ մենք կգանք պատերազմով կվերացնենք, այդ են իրենք ասում։ Եվ ուրեմն այլընտրանք հստակ որպես գաղափարաքաղաքական կարծում եմ այս ընթացքում մենք ներկայացրել ենք եւ սա պետք է տեղ հասցնել ժողովրդին։ Կա իհարկե նաեւ հարց առաջնորդողով պետք է լինի։ Հիմա երբ դա կախված է այս խնդիրների լուծումից։ Ինչով փոխարինել այլընտրանք է ենթադրում եւ առաջնորդ է ենթադրում։ Հիմա մենք այս մի մասը այլընտրանքի գաղափարաքաղաքական կարծում եմ ունենք, կարող ենք դրա վրա ավելի աշխատել եւ ավելի ամբողջացնել, բայց նաեւ պետք է գտնենք մի անձ, որը բոլորի կողմից կընդունվի եւ այդ անձը կդառնա օրինակ նույն պաշտոնանկության process-ի համար կարևոր դեմքերից մեկը։ Հիմա շատ էլ չէ խոսում պաշտոնանկության impeachment-ի մասին։ Հիմա այդ impeachment-ի համար անհրաժեշտ է որ հստակ լինի թեկնածուն ով է, որտեղ միայն ասել Նիկոլը պետք է հեռանա, բայց չասել ով է գալու տեղը, չի ստացվի այդ պաշտոնանկության process, որտեղ դա պահանջում մեր այսօրվա օրենսդրությունը։ Այս անձի շուրջ համաձայնության այո գալու խնդիր կա եւ այստեղ դաշնակցությունը ամեն ինչ արել է որ դա հեշտանա։ Մենք ինքներս մեզ չենք առաջադրում, մենք ասում ենք մենք պատրաստ ենք համագործակցել ցանկացած անձի հետ, որ այս բովանդակային մասն է ընդունում, որ այդ իշխանափոխության էությունն է պատկերացնում, այս այլընտրանքն է ընդունում, եւ նորից այդ կոչը արեցի, չէ՞, նորից էս մեր ընդհանուր ժողովն էլ այդ կոչն արել։ Այսինքն մենք ամեն ինչ անում ենք, որ այդ ամբիցիաները, հատվածական շահերը չխանգարեն, որ այդ անձը միասնական տեխնացու անձը ի հայտ գա։ Եվ երրորդը ներողություն ասեմ վերջացնեմ իշխանափոխության։ Ինչպես անել նա։ Այդտեղ ես ասեցի, ինչպես անելը դա է։ Ոչ թե պարզ մասնակցություն է մեզ անհրաժեշտ, այլ կազմակերպված մասնակցություն է անհրաժեշտ, որպեսզի հակակշռվի այն բիրտ ուժը, որը այսօր իշխանությունները կիրառում են։ Այսօր ձևավորվել է մի այսպես բանդա,
որի անունը դրել են, չգիտեմ, բերետավորներ, եսի ինչեր են անում, տեսել եք։ Վերջի իրադարձությունները հունիսի 12-ի տեսակ։ Ինչևի մի չեն ուզում բացահայտեն այդ անօրինական կիրառած այդ միջոցները եւ այլ ոնց կիրառվեցին, ինչ եղավ եւ այլ։ Ոչ մի մարդ վայրագություններ կատարած այսօր չի դատապարտվել եւ որևէ պատիժ չի ստացել։ Այս բոլորը ինչի համար են անում։ Այս բոլորը ուզում են վախ սերմանեն մեր ժողովրդի մեջ եւ այդ վախը մենք հաղթահարելու խնդիր ունենք, այո։ Ամեն մեկը պատրաստ չի այսօր այն վճռականությամբ մտնի փողոց, որ գիտի վաղը գնալու է, հետապնդվելու է, բանտարկվելու է եւ այլ, բայց մեր կառույցը այն ներկայությունն ունի այդ տարածքում, որ մեր ընկերների մի մասի ոտը բանտում է, մյուս ոտը փողոցում է, բայց դրանից ոչ ոք չի ընկճվել, ընդհակառակն ավելի են ամրացել, անունները նույնիսկ լավ գիտեք, հերթով կարող եք տալ։ Այսինքն այդ ձևի կազմակերպված վճռական մեզ անհրաժեշտ է մասնակցություն, որ հակակշռելի լինի այդ ուժերը։ Այսինքն բիրտ ուժի դեմ այսօր կիրառվող հակաօրինական բիրտ ուժի դեմ մինչև վերջ պատրաստ կանգնած մի անհրաժեշտ քանակություն է անհրաժեշտ։ Սա շատ կարևոր է, որպեսզի մենք լավ հասկանանք։ Այդ դա կազմակերպելու խնդիր ունենք, այդ անհրաժեշտ քանակությունը առաջացնելու խնդիր ունենք, որը մինչև հիմա չի եղել։ Երկրորդ գլխավոր հարցը, որ այս իշխանությունների, այսպես ասած, հիմնական հենարանն է հանդիսանում, դրսի աջակցությունն է։ Մենք այդ ուղղությամբ ենք լուրջ աշխատանքներ ծրագրավորում։ Դուք հետևել եք, չէ՞, ասենք այն իշխանությունը, որը քաղաքական առումով ձեռնտու է որոշ կենտրոնների, որևէ դժգոհություն չեն հայտնում այն բանի մասին, որ մարդու իրավունքների համատարած ոտնահարումը տեղի ունենում այս երկրում։ Քաղբանտարկյալներ կան այսօր մեր երկրում։ Դա պարտադիր չէ այդ քաղբանտարկյալն անպայման բանտում նստածելի, բայց իրեն ազատությունից զրկում եք։ Մարդը արդեն հայտարարություն, քննադատություն է անում, արդեն քրեական գործ են հարուցում։ Այսինքն նա իրավունք չունի քննադատել սահմանադրական դատարանի օրինակ կայացած արդեն որոշումը։ Վաղը մեզ էլ են արդեն այդ խոսքի ազատությունը ամբողջությամբ ոտնահարված է։ Եվ դրա հետ կապված հայտարարություններ համապատասխան, որ նախկինում կային օրինակ, եթե հիշեք, այդ խաղ հասարակություններ կոչվածները, դրանք ում են, բա չկան։ Այսինքն, այո, էս էլ է իրանց ոգևորում, որպեսզի առավել բիրտ ուժով գնան առաջ եւ ռեպրեսիվ մեթոդներով ճնշեն որևէ ընդվզում։ Սրանց դեմն է պետք է առնել եւ դա պետք է կատարվի նաեւ արտաքին մարզում աշխատելու միջոցով։ Այն կազմակերպությունները, որի անդամ է Հայաստանը, պետք է պարզ տեսնի այն իրական պատկերը, որը գոյություն ունի մարդու իրավունքների ոտնահարման առումով, ժողովրդավարության առումով եւ մնացած բոլոր հարցերով, որով իբր թե իշխանությունները փորձում է ինքնագոհ պարծենալ։ Այդպիսի բան գոյություն չունի։ Այսինքն, այս երեք ուղղությունները, որի մասին ես խոսեցի, իշխանափոխության անհրաժեշտ բովանդակությունն են ապահովում։ Ես ասացի, լիդերը պետք է լինի նա, ով առավելագույնս համախմբում կիրականացնի այդ դաշտում։ Իսկ այդ դաշտը մենք պատկերացնում ենք համախմբելու մի կարճ բանաձև ասեմ, որպեսզի պարզ դառնա։ Մենք հռչակում ենք նպատակ իշխանափոխություն իրականացնելու, որպես պայման այս ամեն ինչը, չէ՞, նպատակ միջանկյալ նպատակի մասին է խոսքը, իրական նպատակը ասեցի, մեր ինքնությունը պահելու, մեր ազգային պետականությունը պահելու խնդիրն է, բայց որպես միջոց, որպես ճանապարհ իշխանափոխությունն է։ Հիմա այդ ճանապարհին ով կընկալվի բոլորի կողմից, որ ընդունելի է որպես անձ, մենք պատրաստ ենք այդ անձի հետ համագործակցել։ Եվ այդ դաշտը չպետք է թույլ տալ, որ պառակտվի։ Իսկ չպառակտելու համար այդ բանաձևը գոյություն ունի։ Ով որ այդ նպատակին դեմ չի, իշխանությունները փոխելու այս օրակարգով, իշխանությունները փոխելու նպատակին դեմ չի, մեր հետ է։ Մենք պետք է մի կողմ դնենք բոլոր տարաձայնությունները, որոնք այսօր կան, 3-4 հոգի հավաքվեն 5-6 հատ տարաձայնություն կունենան։ Մենք այդ փորձն ունենք։ Մենք պետք է մի կողմ դնենք այդ տարաձայնությունները հասկանալու համար, որ կա գեր խնդիր։
Եվ այդ գերխնդրին համապատասխան պետք է երկրորդական համարվեն, ստորադասվեն բոլոր տիպի տարաձայնություններն ու հակադրությունները, որոնք ընդդիմադիր դաշտում այսօր նկատվում են։ Սա է, որ մենք կարողանանք անել, ընդդիմադիր դաշտը կհամախմբվի, ընդդիմադիր դաշտը այդ ամբիցիաները չի դրսևորի, որ իմ շուրջ միայն պետք է տեղի ունենա այդ համախմբումը, այլ գտնենք իսկապես այն անձը, որը նոր թափ կհաղորդի եղած ընդդիմադիր տրամադրություններին։ Այդ մարդը նաև պետք է իմանա, որ գալու է առաջնորդի, նա պետք է իմանա, որ ինքը նոր թափ պետք է հաղորդի այդ process-ին։ Եվ պատրաստ լինի զրկանքների, պատրաստ լինի հալածանքների եւ այդ վճռականությամբ մտնի այդ դաշտը։ Սա է խնդիրը։ Ես ուզում եմ մի բան ավելացնել, էլի, ոչինչ որ հեռու են։ Ես ասեմ, հետո շարունակեք։ Ուղղակի ուզում եմ լրացնել, որ իշխանափոխությունը մեզ համար ինքնանպատակ չէ։ Իշխանափոխությունը նախ եւ առաջ միջոց է մեր ռազմավարական նպատակները եւ առաջադրումները եւ անելիքները իրականացնելու համար։ Տեսեք, Կարմեն Ռուստամյանը խոսեց համազգային, համահայկական, քաղաքական եւ ազգային համախմբերի մասին։ Այդ ճանապարհին մենք ունենք նաեւ կարևոր մեկ այլ հանձնառություն, որը ամրագրված է նաեւ ընդհանուր ժողովի բանաձևերով։ Դա կենսունակ պետության, կենսունակ Հայաստանի օրակարգի շուրջ համախմբում, ազգային համախմբում կազմակերպելն է, ինչ պետություն ենք պատկերացնում, որոնք են այդ կենսունակ պետության առաջնահերթությունները։ Ի վերջո, եթե մենք խոսում ենք եւ իրավացիորեն ենք խոսում, որ անցնող, ուրեմն այս իշխանությունները թողել են մի հետագից ամբողջական կազմակերպման, ինքնութենական արժեքների, կառավարման ճգնաժամի, անվտանգային ճգնաժամի, որն է մեր պատկերացումը ապագա, այսինքն աղավաղված բառեր են, չէ՞ օգտագործում, իրական, ապագա Հայաստանի, բայց իրական այլընտրանքը որն է, եւ մեզ համար Արմեն Ռուստամյանը խոսեց քաղաքական գործիքակազմերի մասին, բայց շատ նաեւ կարեւոր է եւ մեր բանաձևերում ունենք այդ Հայաստանի, կենսունակ Հայաստանի, մրցունակ Հայաստանի, նոր որակի Հայաստանի պլատֆորմի գոյացումը, ինչպիսի երկիր, ինչպիսի պետություն, որի շուրջ կարողանանք այդ մեր այլընտրանքային ծրագրերի շուրջ, պատկերացումների շուրջ հնարավորինս համահայկական օրակարգ, մասնակցություն եւ նաեւ հանրային համազգային հենարան ձևավորելու։ Այսինքն ապագա իրական ապագա Հայաստանի օրակարգի շուրջ կենսունակ պետության օրակարգի եւ այդ պլատֆորմի պետության պլատֆորմի շուրջ համախմբում գոյացնելը եւս մեր կարևորագույն քաղաքական պլատֆորմն է եւ գործիքներից մեկը համազգային համախոհություն ձևավորելու եւ ամենակարևորը այս պարագայում նաեւ պարակտված սփյուռքը, պարակտված հասարակությունը, որովհետեւ պարակտված հուսահատված անելանելիության եւ պարտության հասարակությունը, որը դիտավորյալ փաթաթվեց մեր հայ ժողովրդի վզին, որոնք պարտված հասարակություն ենք եւ միայն զիջումներով կարող ենք պահել մեր գոյատևումը, կարողանանք ջարդել, բեկել եւ դա եւ մենք ունենք այդ պլատֆորմը, շուտով մենք նաև հանրության դատին կներկայացնենք Հայաստանի մեր իրական պատկերացումը, որը համոզված ենք, որը թե համահայկական համերաշխության ըմբռնումի համախմբումի եւ նաև ներազգային քաղաքական կյանքում կարևոր ազդակ կարող է լինել։ Հնան է, կարող եք շնորհակալ, բայց ներեցեք եւ